Այն օրը երիտասարդներին էլ եմ ասել, ուզում եմ ձեզ էլ ասեմ։ Շատ ներողություն եմ խնդրում, բայց պիտի ասեմ։ Գիտեք, սատանան ատում է ձեզ։ Կներեք, որ ես եմ ասում ձեզ։ Ես ասեմ, որ այդ անակալի չգաք։ Սատանան ուղղակի ատում է հավատացյալ ժողովրդին։ Նա ոչ մեկին չի սիրում, նա չի էլ հասկանում դա ինչ է։ Բայց նրա ամբողջ ատելությունը Աստծո եկեղեցու վրա է։ Եվ նրա հարցակումը Աստծո եկեղեցու վրա է, որտեղ նա տանել չի կարող եկեղեցին։ Եկեղեցին է իր խնդիրը երկրի վրա սերներ։ Եկեղեցին է իր տարածքները գրավում։ Գիտեք ոնց է իր տարածքները գրավում, երբ որ մարդկանց է գրավում։ Ինչքան մարդիկ են դառնում դեպի Տիրոջը, այնքան երկիրը դառնում է Աստծուն եւ Աստծո թագավորությունն է հաստատում երկրի վրա։ Իսկ ինքը ուզում է իր թագավորությունը հաստատի իր մարդկանց բերելով սերներ։ Ուզում եմ 4 բան շատ արագ ասեմ եւ միասին պիտի աղոթենք սերներ։ 4 բան արագ ասեմ եւ անցնենք առաջ, քանի որ ասեցի այդ բեդով լաթի մասին հակառակորդի 4 բան Աստվածաշնչում գրված է որ չարը գալիս է կործանի, սպանի եւ թալանի։ Եկեք համընդհանուր ովքեր մեզ on-line հետևում են, խնդրում եմ չիփսն ու կոլան դրեք մի կողմ, մի պա ուշադիր լսեք ինչ եմ ասում։ Առաջի բանը, որ հակառակորդը տեսնում ենք այս աշխարհում, Բրազիլիայում, Չինաստանում, աշխարհի բոլոր ծայրերում, ձեր կողքի գյուղում, շենքում, երբ որ տեսնում ենք ինչ է գործում հակառակորդը, ուզում եմ տեղյակ լինենք։ Առաջի բանը, չարը դեմ է, որ մարդիկ ճանաչեն Հիսուսին։ Սա իր առաջի ծրագիրն է։ Դա է պատճառը, որ մարդը գործի տեղը աշխատավարձ չի ստանում, որովհետև գործի տերը գործի հետ կապված խնդրի մեջ են գնում, որ մարդը փող չստանա, որ հաջորդ օրը չնստի տաքսի գա եկեղեցի։ Հակառակորդ այդ սցենարը կարա կազմակերպի, որ մարդը հանկարծ չհայտնի։ Դրա համար է մի հոգու եկեղեցի գալը մի հատ կինո։ Մարդը չճանաչի Աստծուն։ Երբ որ մեկին ուզում ես Աստծո խոսած, չի ստացվում։ Ում ուզում ես տենում ես, բայց այդ մեկին չի ստացվում։ Չարը առաջի բանը մարդը չճանաչի Հիսուսին։ Երկրորդ բանը, որ չարը անում է այս աշխարհի մեջ ցելեր, ըմբոստանում է մարդկանց սրտերը, այնպես անում, որ ըմբոստանան Աստծո դեմ եւ Աստծո օրենքների դեմ։ Գիտեք, մարդը կարա եկեղեցում է լինի, սակայն իր ներսում ըմբոստանա Աստծո օրենքների եւ Աստծո մշակույթի դեմ։ Երկնքի արքայության մշակույթի դեմ։ Երկնքի արքայության մշակույթը եւ սովորությունը գիտեք որն է։ Սիրելը, համբերելը, ներելը, օրհնելը, սենց վարվելը, այսպես վարվելը, հակառակ այս աշխարհի օրենքներին։ Մարդը կարա եկեղեցում լինի, բայց ներքուստ անդիմանա այս օրենքներին եւ չիմանա թե ինչի։ Միսակ ներքուստ սենց սա ուզում եմ ասեմ, ոչ թե հասկանաս, մարդը հասկանա, ոչ թե սա իր անձնական ամբիցիաներն է, հակառակորդի սիստեմն է, որ այս աշխարհում տարածում է, որ մարդը ըմբոստանա, դեմ կանգնի։ Երրորդ ամենատարածված բաներից մեկը, որ հակառակորդը անում է սիրել, ամեն երկիր եկած սերունդի, այնպես է անում, որ ատեն Աստծուն եւ պայքարեն հավատացյալ Աստծուն սիրողների դեմ։ Կրկնում եմ։ Երրորդ ամենատարածված բանը, որ չարը համընդհանուր բոլոր աշխարհներում անում է, սա է, որ մարդիկ ատեն Աստծուն։ Գիտեք ինչքան մարդիկ են, որ բարի մարդիկ են, անենց լավ մարդիկ են, պոպուշ, սիրուն, բարի մարդիկ, մեկի հավինքշա չեն ասի, բայց անենց ատելություն են Աստծո դեմ, զարմանում ես։ Հոգևոր երաժշտություն են լսում, մեկի տենում ես այդ մարդը այսպես փոխվավ։ Ասում ես, բայց հոգևոր երգեր։ Բոլորը լսում են, հանգստանում են, այս մարդը լսում է ինչ է լնում։ Ինչն է, սա որտեղից է գալիս։ Հակառակորդը ամեն երկիր, ամեն սերունդին փորձում է ատելություն առաջացնի Աստծո եւ պայքար է սկսում հավատացյալ Աստծուն սիրողների դեմ։ Նկատում, գիտեք ինչ եմ շեշտում հավատացյալ Աստծուն սիրողների դեմ, որովհետեւ մի քիչ ահագին տարբերություն կա։ Աստծուն սիրողները ուրիշ են սերներ։ Եվ որ Աստծուն սիրողները գիտեք ովքեր են, երբ որ տեսնում են կաթոլիկ եկեղեցում մեկին, որ Աստծուն սիրում են, Աստծուն սիրող մարդը ասում է Աստված օրհնի քեզ։ Երբ որ տեսնում եմ մեկը այն լյութերական եկեղեցում մեկը Աստծուն սիրում է, հանդիպում են կանգառում։ Հայ ասում է դու էլ ես Աստծուն, այ փառք Աստծո։
Տեսնում եմ մեկին առաքելական եկեղեցուց, երկուսն ինքն էլ է սիրում Աստծուն, վայ ինչ լավ է, ինքն էլ ասում է, վայ ինչ լավ է։ Մեկ է իր համար, որտեվ մարդ Աստծուն սիրում է։ Քո ամենաշատ չուզած, սա մի քիչ հումորով եմ ասում, քո ամենաշատ չպատկերացրած եկեղեցում էլ Աստված շարունակում է մարդիկ փրկել։ Քո եւ իմ ամենաշատ չհավանած եկեղեցում կներեք, որ այսպես եմ ասում, Աստված շարունակում է փրկել մարդիկ, բոլոր եկեղեցիներում շարունակում է Աստված փրկել մարդիկ։ Եթե մենք ամենայն հարգանքով, ասա ասեմ մի 4 հոգուս համար, ասենք աղոթքի տունն է, ճիշտը, ուրեմն Աստծո արքայությունը պրավալ տվեց։ Որովհետև այնքան բաներ կա, որ մեզ բացված չի։ Այնքան բաներ կա, որ մեզ հասանելի չի։ Այնքան հայտնություններ կա, որ մենք դեռ չգիտենք։ Այնքան ճշմարտություններ կա, որ մեզ դեռ չի հասել։ Աստված տարբեր կերպերով, տարբեր վայրերում իր գործը գործում է սեներ։ Սա ասում եմ, որ ինչ որ մեկիս մեջ, այդ սխալ սեր մեջ էլ նի սեներ։ Աստված գործում է ամեն օր։ Չարի երրորդ նպատակը սա էր։ Ատելություն Աստծո նկատմամբ եւ Աստծուն սիրողների։ Ես ինչ եմ ասում, որովհետեւ մարդ կա կարա Աստծուն եկեղեցում լինի, բայց իր համայնքից մի ուրիշ եկեղեցուց մեկին տեսնի։ Առաքելականից տեսնի ուղղափառ, ուղղափառից կաթոլիկ, կաթոլիկ տեսնի ավետարանական եկեղեցուց, այն տեսնի սենց, «Յա ամենը»։ Ասում ես, որտեղից քեզ այս ատելությունը։ Դա որտեղից քեզ էս ատելությունը։ Ես ասեցի որտեղից։ Սա իմ տեսակետը չի, դրա համար կարող եք վստահել ինձ։ Սա համընդհանուր ուսումնասիրություն է, ինչ է անում չարը այս ժամանակների մեջ։ Եվ չորրորդ վերջինը, նրանք ովքեր մոտիկանում են Աստծուն, հակառակորդը այս 3 բաներից է փորձում հավատացյալին հետ պահի. պատվից, փառքից, իշխանությունից, որպեսզի մարդը պատիվ չտա եւ պատիվ չունենա, որպեսզի մարդը Աստծո փառքից զուրկ լինի, որպեսզի մարդը Աստծո իշխանությունը չունենա, զուրկ լինի Աստծո տված իշխանությունից։ Շեշտը դնեմ պատվելու վրա, պատվես եւ ոչ թե անարգես, օրհնես եւ ոչ թե անարգես։ Սա այնքան կարևոր է, սա այնքան հակա 21-րդ դարյան էլ ասելու չի։ Պատվելը Սատանան հետ է պահում մարդուն, մարդու համար դժվար է պատվելը, հնդիկի պատվելը, ռուսի պատվելը, հայի պատվելը, տաքսիստի համար դժվար է այն մյուս տաքսիստին պատվելը, այն մյուս տաքսիստի համար շատ դժվար է մյուս տաքսիստին, բժիշկին, այն մյուս բժիշկին, Սատանան վեկավ մարդը եկեղեցի, ես այս ծառայությունն եմ անում, իմն ամենակարևորը, ես որ չանեմ այս ծառայությունը, սաղ կեթանք կորեն, ես իմ գործը որ չանեմ, եկեղեցին կփակվի, օրինակ եմ, ես չեմ ասում, մարդը կար ասի, պատվելուց հետ պահեց պատիվը չի գա մարդու վրա, փառքից է զրկում, ինչ է նշանակում Աստծո փառքը, Աստծո փառքը, երբ որ ասում ենք շատ կարևոր բան եմ ասում, խնդրում եմ ձեր ուշադրությունը, փառքից զրկելը որն է մարդուն, որոշները տեսած կլինեք այն նկարների մեջ, որ sense կլոր օղակ է փառքի, հա այդ փառքը, ինչն է փառքը, երբ որ մարդու կյանքի մեջ դրսևորվում է աստվածային բնավորությունն ու սովորույթները, եւ այս մարդը որտեղ որ հայտնվում է, տեսնում են, որ այս մարդու մտածելակերպը, վարվելակերպը ուրիշ է, դա է Աստծո փառքը, որ ասում են, ինչ յուրատու, էս ով ես դու։ Այդ մտածելակերպն է, այդ վարվեցողությունն է։ Դրա համար լինում է ժամանակ, որ հավատացյալը չի տարբերվում, այսինքն փառքը չի կրում։ Փառքը երկնքի արքայության մենթալիտետն է, երկնքի արքայության վարվեցողությունն է մարդու կյանքի մեջ, որը մարդը պահում է եւ ապրում է այդպես եւ Աստծո փառքն է նաեւ այո իջնում մարդու վրա։ Գիտեք, ամեն ինչ չի, որ աղոթքի պատասխանը։ Կան բաներ, որ երբեք աղոթքով չենք կարող վերցնենք։ Կան բաներ, որ պիտի գործի մարդը եւ դրա արդյունքում վերցնի։ Փառքը։
Եվ իշխանությունը, որի համար քիչ առաջ ասեցի, որ մարդը այդպես էլ լինելով Աստծո մեջ, Աստծո ճանապարհներով իշխանությունը չի վերցնում, որովհետև հակառակորդը հետ է պահում մարդուն, այսպես ասած աստվածային կյանքից։ Եկել է մարդը Աստծուն, բայց ուզում է աստվածային կյանքից հետ պահի մարդուն սիրել։ Եվ մարդը այդպես էլ չի ապրում այն լիարժեք կյանքը, որ Աստված խոստացել է մարդու համար սիրել։ Իշխանությունը։ Թող Աստված օրհնի եւ զորացնի ամեն մեկի սիրել։ Այնինչ որ ես ասեցի, ինչի համար այս հակառակորդի 4 արագ բաները, որ մենք տեսնենք ընդհանուր առմամբ, երբ որ այս բաները նկատենք եւ մեր կյանքում, եւ մեր շուրջ, երբ որ տեսնենք մարդկանց, հասկանանք այս արմատը որտեղից է գալի, որովհետև հակառակորդը համակարգեր եւ մտածելակերպ է ստեղծում աշխարհում եւ շատ շատերը զոհ են լինում հենց այդ մտածելակերպի սիրել։ Թող Աստված օրհնի, զորացնի ամեն մեկի